Հորիզոնը աշխատում է արտակարգ ռեժիմով բարև ձեզ։ Հայաստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրում են 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ժամը 8-ից մեր երկրի ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություններ են, 2-ը դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս րոպեներին նոր տվյալներ է հաղորդելու, տեղափոխվենք հանձնաժողով, որտեղ աշխատում է իմ գործընկեր Գոհար Սարգսյանը։ Գոհար, ինչ տեղեկություններ ես հաղորդելու։ Ողջույն Քրիստինե, այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովում թարմ տվյալներ են հրապարակվում ընտրողների թվի վերաբերյալ։ Ուզում եմ հիշեցնել, որ 14:00-ի տեղեկություններով, տվյալներով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33.84%-ն է կատարել իր քաղաքացիական պարտքը։ Այս պահին միանանք ԿԸՀ մամուլի սրահին եւ ծանոթանանք նոր թվերին, այնուհետև կվերադառնանք։ Ցել են քվեարկությանը 17:00-ի դրությամբ 412,168, որը ընտրողների թվի 48.52%-ն է։ Արագածոտ են մարզում 113,441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 57,999 ընտրող, որը 51.13%-ն է կազմում։ Արարատ մարզում 220,167 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 106,622 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 48.43%-ը։ Արմավիր մարզում 226,337 ընտրողից մասնակցել է 101,408 ընտրող, որը տոկոսային հարաբերությամբ 44.80%-ը։ Գեղարքունիք մարզում 177,854 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 83,348 ընտրող, որը 46.86%-ն է։ Լոռի մարզում 213,301 ընտրողից մասնակցել է 106,161 ընտրող, որը 49.77%-ն է։ Կոտայքի մարզում 240,528 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 122,692 ընտրող, 51.01%-ը։ Շիրակ մարզում 207,820 ընտրողից մասնակցել է 96,077 ընտրող, որը 46.23%-ն է։ Սյունիք մարզում 106,972 ընտրողից 59,215-ը մասնակցել է քվեարկության, որը տոկոսային հարաբերակցությամբ 55.36%-ն է։ Վայոց ձոր 44,634 ընտրողից մասնակցել է 24,171-ը, 54.15%։ Տավուշի մարզում 103,434 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 55,096 ընտրող, որը 53.27%-ն է։ Եվ այսպես հանրապետության ողջ տարածքում ընտրողների 2,503,976 ընտրողներից քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1,224,957 ընտրող, որը ընտրողների ընդհանուր թվի 48.92%-ն է։ Հիմա ներկայացնեմ ընտրողների թիվը եւ մասնակիցների թիվը ըստ մարզկենտրոնների եւ մարզում ընդգրկված 10,000 եւ ավել ընտրող ունեցող համայնքների։ Երևանը 849,448 ընտրողից մասնակցել է 412,168-ը, 48.52%, Աշտարակ 56,903 ընտրողից 27,953-ը, 49.12%, Ապարան 18,241-ից մասնակցել է 10,067 ընտրող, 55.19%, Թալին համայնքը 27,336 ընտրողից մասնակցել է 14,976-ը, 54.78%, Արարատում
30,524 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 15,612-ը, 51,15%, արտաշատում 79,978 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 37,466-ը, 46,85%, Մասիս 69,494 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 33,247-ը, 47,84%, Վեդի համայնքում 38,555 ընտրողից ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 19,667-ը, 51,01%, Արաքս 19,807 ընտրողից մասնակցել է 8,607-ը, 43,45%, Արմավիրում 47,239 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21,638 ընտրող, 45,81%, Բաղրամյան համայնքում 12,654 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6,068 ընտրող, 47,95%, Մեծամորում 55,590 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 24,752 ընտրող, 44,53%, Վաղարշապատ համայնքում 69,546 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 30,487 ընտրող, 43,84%, Փարաքար համայնքում 21,250 ընտրողից մասնակցել է 9,751-ը, 45,89%, Գավառ համայնքում 42,919 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 18,393-ը, 42,86%, Ճամբարակ համայնքում 11,486 ընտրողից մասնակցել է 6,495 ընտրող, 56,55%, Մարտունի 62,129 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 27,026 ընտրող, 43,50%, Սևան համայնքում 32,031 ընտրողից մասնակցել է 16,409 ընտրող, 51,23%, Վարդենիս համայնքում 29,289 ընտրողից մասնակցել է 15,025 ընտրող, 51,30%, Ալավերդի համայնքում 30,335 ընտրողից մասնակցել է 16,139 ընտրող, 53,20%, Սպիտակ համայնքում 30,218 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14,288 ընտրող, 47,28%, Ստեփանավան համայնքում 13,077 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6,454 ընտրող, 49,35%, Վանաձոր համայնքում 93,791 ընտրողից մասնակցել է 44,928-ը, 47,90%, Տաշիր համայնքում 19,052 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10,131-ը, 53,18%, Աբովյան համայնքում 65,878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 32,730 ընտրող, 49,68%, Հրազդան համայնքում 48,041 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 25,667 ընտրող, 53,43%, Նայրի համայնքում 30,408 ընտրողից 15,134-ը, 49,77%, Նոր Հաճնում 24,750 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12,563-ը, 50,76, Չարենցավան համայնքում 28,275-ից 14,248-ը, 50,39, Ախուրյան համայնքում
31566-ից քվեարկությանը մասնակցել է 15422-ը, 48.86%, անիում 15958 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8176 ընտրող, 51.23%, արդիկում 37111 ընտրողից 19209, 51.76%, Գյումրիում 100313 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 46216 ընտրող, 40 Փաստորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում էր ժամը 17-ի դրությամբ մասնակցության թիվը եւ եթերում դարձյալ Գոհար Սարգսյանն է։ Գոհար, խնդրեմ, ինչ նոր տեղեկություններ ունես հաղորդելու։ Քրիստինե, ուզում եմ հիշեցնել, որ արդեն 8 ժամ է ինչ ընթանում է ընտրական պրոցեսը, 2 ժամից փակվելու են ընտրատեղամասերը, հետևաբար մենք որոշակիորեն կարող ենք ամփոփել ընտրական օրվա պատկերը, եւ այդ նպատակով իմ կողքին է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապի վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Ավետիսյանը։ Տիկին Ավետիսյան, խնդրում եմ ներկայացրեք ինչպիսին էր ընտրական օրը, իհարկե դեռ ժամանակ կա, որպեսզի մենք լիարժեք ամփոփենք, բայց այնուամենայնիվ որոշակիորեն ամփոփենք եւ կասեք այն տեխնիկական խնդիրները, որ առաջացել էին որոշակի ընտրատեղամասերում, ինչ պատճառով էին, ինչ լուծում տրվեցին։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ մինչև այս պահի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց արձագանքել ենք շատ օպերատիվորեն, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահին գործում է թեժգիծ, որի հեռախոսահամարը տեղադրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում եւ թեժգծում ընդգրկվել են թվով 3 կամավորներ, որոնց հետ աշխատանք է իրականացնել մեր գործընկերներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Արտեմիս ծրագրի շրջանակում եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության միջոցով վերապատրաստվել են մեր երկու գործընկերների կողմից եւ այժմ պատասխանում են թեժ գծի հեռախոսահամարներին։ Եթե եղել են այնպիսի ահազանգեր, որոնց որ պետք է տրվի առանձնահատուկ արձագանք, ապա հարցը վերահասցեագրվել է համապատասխան աշխատակիցներին կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ արդեն այդ ահազանգերին տրվել է շատ օպերատիվ լուծում։ Կոնկրետ դեպքի անդրադառնանք, եղան ընտրացուցակների եւ սարքերի հետ կապված անհամապատասխանություն, կասեք ինչի հետ էր կապված։ Դրանք թերևս մեկ ահազանգ է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողով այդ առումով եւ այդ զանգը արագ վերահասցեագրվել է աջակցման կենտրոնին, աջակցման կենտրոնը շատ կարճ ժամանակահատվածում խնդրին լուծում է տվել։ Ավետիսյան, թերևս սրանք առաջին ընտրություններն էին, որտեղ պահպանվել, այսինքն հավասարակշռության է բերվել գենդերային հատվածը, կասեք մի փոքր կմանրամասնեք ինչի մասին է խոսքը։ Գենդերային ձեր հարցի էությունը որպես այդպեսին ավելի կհստակեցնեք, որպեսզի իմ պատասխանը ավելի ձեզ համար հստակ լինի։ Գենդերային ինչ հավասարակշռության է բերվել հանձնաժողովների կազմում։ Նախ ուզում եմ ասել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապված, երևի ձեր հարցադրումը ավելի շատ, դրա հետ կապված ուզում եմ ասել, որ ընտրական օրենսգրքի դրույթով սահմանված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը յուրաքանչյուր սեռից պետք է պակաս չլինի 3-ից, եւ դրա հետ կապված, երբ որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջանում է թափուր պաշտոն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հայտարարությամբ։ Հայտարարության մեջ էլ հստակ նշվում է, թե տվյալ թափուր պաշտոնին որ սեռի ներկայացուցիչ կարող է նշանակվել։ Շնորհակալություն։ Քրիստինե, այս ժամի համար այսքանն էինք պատրաստել, հաջորդ թողարկումների համար թարմ տվյալներով կներկայանանք։ Շնորհակալություն Գոհար, հիշեցնեմ, Գոհար Սարգսյանը հաղորդում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մենք դեռ կմիանանք կենտրոնական ընտրական հանձնաժողով, մինչ այդ ընտրախախտումների մասին են հայտարարում թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածու Վահագն Ալեքսանյանը այսպիսի գրառում է արել։ Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը։ Առավել քան վստահ եմ, որ սա անդրակաշարք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն
շնորհակալություն եւ հուսով եմ իրավապահները հենց տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց ընտրակաշարք ստանալու կասկածանքով։ Իր հերթին Հայաստան դաշինքն է հայտարարել, թե ընտրական օրվա ընթացքում արձանագրել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաեւ ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները համակարգված եւ զանգվածային խախտումներ են իրականացնում ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչության նյութերով։ Հիշեցնեմ, որ Գյումրիի Շանթի մեր գործընկերները եւս այսօր աշխատում են արտակարգ ռեժիմով։ Մենք կրկին ուղիղ կապով միանում ենք Գյումրիի Շանթի լրատվական տաղավար։ Մեզ այնտեղ դարձյալ սպասում է Հեղինե Քուշքյանը։ Հեղինե, ըստ էության քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածին մնացել է մոտ 1.5 ժամ եւ ինչ արձանագրումներ եք դուք արել Շիրակի մարզում։ Ողջույն Քրիստինե, իհարկե սկսենք մասնակցության ցուցանիշից, որը նախորդ 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների համեմատ բավական բարձր է, այնիշ ներկայացվում է ժամը 17-ի դրությամբ ամփոփված տվյալներ են, փաստորեն Շիրակի մարզում արդեն 45%-ից ավելի մասնակցություն է գրանցվել, իսկ ամենաակտիվը եղել է թիվ 33 ընտրատարածքը, այդ ընտրատարածքը 55 տեղամասերով ընդգրկում է Անի եւ Արթիկ խոշորացված համայնքները։ Այստեղ 51 եւ ավելի տոկոս մասնակցություն եւ ակտիվություն է ցուցաբերվել, իսկ Շիրակի մարզում ընտրողների ընդհանուր թիվը 209,519 է, Շիրակի մարզում բացվել են 220 ընտրատեղամասեր։ Մենք ամբողջ օրվա ընթացքում Երևան-Գյումրի կապով ներկայացրել ենք տեսակապով, թե ինչպիսի ընթացք ունեն ընտրությունները Շիրակի մարզում, այս պահին դարձյալ մենք ուղիղ եթերում տեսակապով կներկայացնենք, թե ինչպիսի ընթացք ունեն ընտրությունները գյուղական համայնքներում։ Գյուղական համայնքներից մեկի տեղամասում աշխատում են Հասմիկ Թոմասյանը եւ Վահագն Վարակյանը։ Այո, այս պահին 30-ի 52 ընտրատեղամասում ենք, որը տեղակայված է Ախուրյան խոշորացված համայնքի Մայիսյան վարչական կենտրոնում։ Ընտրությունների մեկնարկն էլ, ընթացքն էլ գյուղական առօրյային բնորոշ հունով է, բավականին պասիվ այս պահին, ինչպես նկատում եք, որովհետև գյուղացիները շատերը նախընտրել են նախ առօրյա հոգսերով առօրյա այն ինչ որ պիտի առավոտյան անեն սկսած անասուններին արոտավայրեր տանելուց մինչև տան գործեր իրականացնել եւ հետո նոր գալ ընտրատեղամաս քաղաքացիական պարտք կատարելու։ Այս պահին էլ շատ քիչ են ընտրատեղամասում ընտրողները, որոնք համեմատած մեր քաղաքային ընտրատեղամասերի բավականին հանգիստ եւ հանդարտ միջավայրում է ընդհանուր ընտրությունները, պիտի ասեմ, որ ընտրատեղամասում 1231 քաղաքացի է գրանցված, մեզ հետ է նաեւ տեղամասի հանձնաժողովի նախագահ Մաջարյան Հարությունը, որի հետ էլ հիմա կհասկանանք, թե ինչպիսին է ընդհանուր գործընթացը այստեղ։ Բարև ձեզ, պարոն Մաջարյան, պիտի խնդրեմ ներկայացնեք, թե քանի քաղաքացի արդեն Մայիսյան համայնքից եկել մասնակցել ընտրություններին։ Արդեն բարև ձեզ, մասնակցել են ընտրություններին 688 քաղաքացի։ Ինչպես դուք կբնորոշեք պասիվությունը, ինչով է դա պայմանավորված, արդյոք գյուղացիները այո, նախընտրել են նախ գյուղական գործերով զբաղվել եւ հետո նոր գալ ընտրատեղամասեր։ Չէ, ասի պասիվություն, նորմալ ընտրություններ են տանում, միշտ այս գյուղական տարածքներում մեծ թիվն ենք մենք ունեցել, մոտավորի ժամերին կարելի է նույնիսկ ասել, որ ավելի անցած ընտրությունների եթե համեմատենք, ակտիվություն կա, արդեն այս ժամերին մի քիչ բան է, քիչ է, բայց նորմալ մասնակցել է։ Մեր քաղաքային տեղամասերում շատ էին տեխնիկական խոչընդոտները հատկապես, այստեղ ինչ միջադեպերի եք դուք առնչվել, դիտորդները ինչ են արձանագրել, ինչ խնդիրների եք դուք հանդիպել այստեղ։ Որ ասեմ, ոչ մի խնդրի չենք առնչվել, այդպիսի խնդիրներ մենք ժամուտից ընտրատեղամասը բացել ենք, ամեն ինչ նորմալ է եղել, տեխնիկական հագեցվածությունը տեսախցիկները, մեր ամբողջ գույքը, ինչ որ ունենք տեխնիկական առումով, ոչ մի թերություն չունենք, նորմալ ժամուտից աշխատում ենք, դին պետք է փակենք, արդեն ժամանակ չի մնացել, ամեն ինչ նորմալ է։ Ինչ կասեք գյուղացիների իրազեկվածության մասին, որքան են ընթացակարգերին տեղյակ, որքանով են պահանջվում հանձնաժողովի անդամների աջակցություն իրենց այս գործընթացի իրականացման ժամանակ։ Որ ասեմ, մեր Հայաստանում գյուղացիներն ավելի շատ են իրազեկված, քան քաղաքացիները, հավատացեք, այդպես է, գյուղացին իր մեյդան են ասում, մեյդանում կայանում են ավելի շատ բան են իմանում, քան մեր քաղաքացիները։ Լավ իրազեկված են, եղել են, մարդիկ եղել են, թե մեծեր են, ծերեր են, ջայլներ են եղել, որ չեն իմացել,
իրազեկել ենք մեր հանձնաժողովի անդամները բոլորները ուղղորդել են ամեն ինչ ասել են։ Ոնց պետք է լինի նորմալ անցել է, ոչ մի խնդիր չենք ունեցել։ 18 տարեկանների մասին ինչ կասեք, առաջին ընտրողներ ունեցել եք, նվերներ հասել են բոլորին։ Առաջին ընտրողներ ունեցել ենք, որոնց 18 տարին լրացել է, առաջ անգամ ընտրեցինք կենտրոնական նորական հանձնաժողովի իր կողմից նվերներ էր տրամադրել, մենք էլ տրամադրեցինք այդ 18 տարեկան առաջ անգամ ընտրողներին։ Եվ ակտիվություն երբ սպասենք այս տեղամասում հատկապես։ Այս տեղամասում երևի բան չի մնացել, փակվելուն էլ ակտիվություն չկա։ Ինչքան որ գալիս են այդ է։ Արդեն 1-2 ընտրողով գալիս են, իսկ ցերեկվա ժամերին ակտիվ էին։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք Մայիսյան վարչական կենտրոնում ենք, որտեղ տեղակայված է այս ընտրատեղամասը, այո, այստեղ մատների վրա կարելի է հաշվել այս ժամերին ընտրատեղամաս եկող քաղաքացիներին, որոնց թիվը այս պահին գրանցված ընտրողների կեսից ավելին է, սպասում են ընտրությունների ավարտին։ Հեղինե։ Շնորհակալություն, Հեղինե Քուշքյանը եւ Հասմիկ Թումասյանը հաղորդում էին Շիրակի մարզի տվյալները, մենք դեռ կմիանանք Շիրակի մարզ, ես հիշեցնեմ, որ իմ գործընկերները աշխատում են նաեւ Երևանյան ընտրատեղամասերում, քիչ անց մենք կմիանանք այդ ընտրատեղամասերից մեկը, որտեղ աշխատում է իմ գործընկեր Էլեն Խուդոյանը, բայց մինչ այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը Երևանի 8 կոտորակ 20 ընտրատեղամասում։ Քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած շփազրույցում վարչապետը հայտարարել է, որ կանի այն, ինչ որոշի ժողովուրդը։ Փաշինյանը անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախ առաջինի երկրորդի հարց չի, Մոսկվայել են մեկնելու, Վաշինգտոնել են մեկնելու, Բրյուսել են մեկնելու, Փարիզել են մեկնելու, Թբիլիսիել են մեկնելու, ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում եւ մենք պատրաստվում ենք լիարժեք միջազգային հարաբերությունները զարգացնել Մոսկվայում։ Միստր Փաշինյան, ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորք եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պատճառով որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Միստր Փաշինյան for Reuters վարչապետները բայց հրապարակումներ եղան որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում կա Պաշտոնյա Կիրիենկոն, որը սխեմաներ է մշակում ըստ տարբեր հրապարակումների, այդ թվում նաև Reuters-ի, որ Հայաստան մարդիկ բերեն ընտրությունների վրա ազդեցություն ունենան, այս թեման պատրաստվում եք քննարկել Մոսկվայի հետ, թե ոչ։ Դե գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ ես կարծում բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության, եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ահա ինձ հաղորդում են, որ Էլեն Խուդոյանը արդեն կապի մեջ է, քիչ անց մենք կմիանանք նրան, բայց մինչ այդ տնային կալանքում գտնվող Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ընտրատեղամաս է ներկայացել պրոբացիոն ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ քվեարկել է հանուն համախմբված, միավորված եւ վերակառուցվող Հայաստանի։ Մենք շարունակենք աշխատանքը, բայց մի փոքր դադար։ Շանթ Ռեզիդենս Սանինը, մեծ է քո բաժինը, ընտրության անսահման հնարավորությունը քոնն է, իսկ բարձր որակն ու բարձրակարգ սպասարկումը մեր անփոփոխ առաքելությունը, իդեալ համակարգն իր 29-ամյակի կապակցությամբ հայտարարում է մեծ ակցիա, այսուհետ կատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29 Շարունակում ենք աշխատանքը, Էլեն Խուդոյանը արդեն պատրաստ է մեզ տեղեկություններ հաղորդելու, Էլեն, խնդրեմ, խոսքը քեզ, ինչ է կատարվում ձեր ընտրատեղամասում։
Քրիստինե, ընդամենը 2 ժամից կավարտվեն խորհրդարանական ընտրությունները, 20:00-ին կփակվեն բոլոր ընտրատեղամասերի դռները եւ քաղաքացիները այլևս հնարավորություն չեն ունենա մուտք գործել ընտրատեղամասեր։ Ես նշեմ, որ այս պահին մենք գտնվում ենք կենտրոն վարչական շրջանի 9 կոտորակ 14 ընտրատեղամասում, որտեղ քաղաքացիները շարունակում են գալ ընտրատեղամաս եւ ընտրել։ Մենք նաեւ կարող ենք նկատել, որ քաղաքացիները այստեղ գալիս են ինչպես միայնակ, այնպես էլ գալիս են իրենց ընտանիքի անդամների հետ եւ կատարում իրենց քաղաքացիական պարտքը։ Հասկանալու համար թե ինչ պատկեր այս պահին այս ընտրատեղամասում եւ ինչպիսին է քաղաքացիների ակտիվությունը կզրուցենք հանձնաժողովի նախագահ Լևոն Զաքարյանի հետ։ Պարոն Զաքարյան, 2 ժամ է մնացել ընտրությունների ավարտին եւ արդեն քանի մարդ է մասնակցել ընտրություններին այս ընտրատեղամասում։ Մոտ 2 րոպե առաջ եմ ճշտել թիվը 937 ընտրող ունենք։ Իսկ ընդհանուր քանի քաղաքացի իրավունք ուներ ընտրել այս ընտրատեղամասում։ 1886։ Օրվա որ ժամերին են հիմնականում քաղաքացիները ակտիվություն դրսևորել։ Առավոտյան կողմ եւ 2-ից 4-ը, բայց ամբողջ օրն էլ ակտիվ ա եղել, չեմ կարող ասեմ, որ ակտիվություն նվազել է, դա շատ կարճ ժամանակ ա եղել, մշտապես ակտիվ մասնակցություն կա։ Իսկ երիտասարդների հետ կապված ինչ կասեք, նրանց ակտիվությունը ինչպես կգնահատեք։ Ճիշտ ասած, ես այդքան իմ ժամանակը չի հերիքել տարիքային սեգմենտը գնահատեմ, չեմ կարող որևէ բան ասեմ։ Շատ լավ, իսկ ընտրախախտումներ այս ընթացքում արձանագրվել են, թե ոչ։ Ոչ, ընտրախախտումներ չեն արձանագրվել։ Իսկ որևէ տեխնիկական խնդիրներ, որովհետև լինում են օրինակ մատնահետքը ճանաչելու հետ կապված։ Մենք տեխնիկական խնդիր չենք ունեցել։ Շատ լավ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք այստեղ քվեարկել են, թե ոչ։ Եթե նկատի ունեք անվաս սայլակով ոչ, բայց մենք մեր ընտրատեղամասը այդ հնարավորությունը ունի։ Այսինքն հարմարեցված է հաշմանդամությունը։ Այո, եւ փակցված է մուտքի մոտ, որ կարող են։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Զաքարյան։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք 9 կոտորակ 14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լևոն Զաքարյանի հետ։ Քրիստինե։ Շնորհակալություն Էլեն, ես հիշեցնեմ, Էլեն Խուդոյանը հաղորդում էր ընտրատեղամասերից մեկից, իմ գործընկերները շարունակում են աշխատել տարբեր ընտրատեղամասերում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ մենք շարունակենք կապեր ունենալ նրանց հետ։ Մինչ այդ Երևանի Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանի թիվ 7 կոտորակ 3 ընտրատեղամասում է քվեարկել Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ով տեղամաս էր եկել իր տիկնոջ հետ։ Քվեարկությունից հետո ընտրատեղամասի դիմաց լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նա անդրադարձել է Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի սառեցմանը։ Հիմա պատկերացրեք հետեւյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Բայց ինչ հիմքով։ Իսկ հիմքերը պետք Վաշինգտոնի հիմքերը պետք անել այն ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵԱՏՄ-ի հետ սառեցմանը։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ըստ դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ ասենց հոժար կամքով դուրս գայի։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը իր ընտրությունը կատարել է 7 կոտորակ 50 ընտրատեղամասում, այնտեղ ներկայանալով որդու հետ։ Քվեարկությունից հետո Թաթոյանը հայտարարել է, որ այս ընտրությունները ունեն պատմական նշանակություն։ Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Ես ուզում եմ հատկապես մի բան ասել, գիտեք, ինձ համար կյանքում մի սկզբունք է միշտ գործել, որ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, ունենում ես հնարավորություն արդարություն հաստատելու, քայլ անելու եւ դա բաց ես թողում այդ հնարավորությունը։ Հետո չի լինում վերականգնել։
դա շատ ավելի անգամ լավ է եւ որևէ բան անում ես ու փոշմանում ես, այսինքն փորձում ես հասկանալ կարող է ուրիշ ձև լինել, քան մի բան որ չես անում, հետո փոշմանում ես այն քայլի համար, որ կարող է լինել այդպես, այդ է բաց թողնված հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր քաղաքացիական պարտքը կատարել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի թիվ 29 կոտորակ 29 ընտրատեղամասում, որտեղ ներկայացել է կնոջ եւ թոռնուհու հետ։ Քվեարկությունից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ քվեարկել է հանուն լավ փոփոխությունների։ Ով ինչ ուզում անի, ամենակարևոր ես մի բան գիտեմ, Աստված պետք է կամանա, Աստծո կամոք, որ արժան է իմ ազգի, իմ ժողովուրդը, դա է լինելու է։ Աստծուց առաջ ոչ մեկ չի կարող լինի։ Դա որոշած Աստծո կամոք, ինչ պետք է լինի եւ ոնց է լինելու։ Ես նոր եմ ասում, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու եւ իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու, լավ փոփոխություն լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատեն, իրենց տունը պահեն, բիզնես հիմնեն, փոքր ու միջին բիզնես, միայն ու միայն ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացեմ, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, туриզմը զարգանալու է, ամեն մեկ աշխատանք է ունենալու, ներդրում է լինելու եւ մեր երկիրը ծաղկելու է։ Շիրակի մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային հանձնաժողովների նախագահներից բազմաթիվ ահազանգեր են ստացել հիմնականում տեխնիկական սարքերի թերությունների վերաբերյալ։ Կտրոնները թերի են արտադրվում կամ ընտրողի անունը էլեկտրոնային սարքում չկա, իսկ ընտրացուցակներում առկա է։ Ընտրողների իրավունքների խախտումներ թույլ չտալու համար համապատասխան արձանագրություններ են կազմվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում 8 անդամներ են, որոնց միջև էլ քվեարկության օրը բաշխվում է ընտրական գործընթացի կազմակերպումն ու անցկացումը։ Քվեարկության օրը հանձնաժողովի անդամներից մեկը չի ներկայացել թիվ 30 ընտրատարածքի 7-րդ տեղամասում։ Բացակայությունը հանձնաժողովի անդամը պատճառաբանել է առողջական խնդիրներով։ Ինչ անել, եթե հանձնաժողովի 8 անդամներից մեկը քվեարկության օրը չի ներկայացել։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է։ Հանձնաժողովն աշխատելու է 7 անդամով, որովհետև ինքը հանձնաժողովը լիարժեք կարող է աշխատել, 2/3 հանձնաժողովի անդամների այն ինչ որ պահանջվում է իրավազոր լինելու հանձնաժողովի նիստերի իրավազորությունը 5 անդամից է, բայց կոնկրետ անդամները, եթե մինչև 1100 ընտրողի դեպքում 7 անդամ կա, ինքն արդեն հանձնաժողովը կարող է լիարժեք աշխատել, այս դեպքում 1100-ից էլ պակաս էր, անգամ 6 անդամով կաշխատեն, բայց ամեն դեպքում իրենք 7 անդամով են, որևէ խնդիր չկա եւ օրենքը չի էլ նախատեսում, որ համալարում արվի։ Թիվ 30 ընտրատարածքն ընդգրկում է Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների գյուղերը եւ Մասնակի Ախուրյանը։ Հեռավոր գյուղերում ընտրողների թիվը փոքր է, կուտակումներ որպես այդպիսին չեն եղել։ Այստեղ խնդիր են եղել տեղամասային կենտրոնների համար հատկացված տարածքները, դրանք փոքր են, քվեարկության գաղտնիությունը ապահովելը դժվար։ Շենքերի ընտրության հարցում հատկապես շատ հեռավոր բնակավայրերում խնդիրներ ունեցել ենք մինչ տեղամասային հանձնաժողովների ձևավորումը տեղամասային կենտրոններ սահմանելուց աշխատել ենք գոնե տեղամասային ընտրական կենտրոնները ձևավորել այնպիսի շենքերում, որտեղ 30 քառակուսի մետրից մեծ է տեղամասային կենտրոնը, միշտ չի որ հաջողվում է, որովհետև Աշոտքի Ամասիայի հեռավոր գյուղերում կամ դպրոց կա, երբեմն ունենք բնակավայրեր, որտեղ տարական դպրոց անգամ չկա եւ տեղամասային կենտրոնները շատ ավելի փոքր տների մեջ ինչ որ սենյակներում են։ Վարամաբերդի տեղամասում եղել է ակտիվությունը նկատվել եւ դա համընկել է մեր հանձնաժողովի անդամի այցի ժամանակ, կարգավորվել է անմիջապես ընտրական օրենսգրքում նախատեսված կարգով, որ տեղամասում 15-ից ավել ընտրող չլինի։ Անի ու Արթիկի տարածաշրջանները թիվ 33 ընտրատարածքի կազմում են։ Այստեղ նույն քաղաքական ուժը ներկայացնող հանձնաժողովի 2 անդամներ չեն ներկայացել առանց հիմնավորման։ Կազմվել է արձանագրություն ու հանձնաժողովներն աշխատել են բացականերով, իսկ թիվ 32 կոտորակ 39 տեղամասի հանձնաժողովի նախագահը չի էլ ներկայացել։ Ըստ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանի, իրենց հայտնի չէ նախագահի բացակայության պատճառը։ Խնդիրը կարգավորվել է տարածքային հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ այդ տեղամասում հանձնաժողովի նոր նախագահ նշանակելով։ Թիվ 33 ընտրատարածքի 4 տեղամասերում էլեկտրոնային սարքերն են թերություններով աշխատել։ Մասնավորապես ընտրողի անունը ընտրացուցակներում եղել է, էլեկտրոնային սարքերում ոչ։ Այս սարքերի թերի աշխատանքի բազմաթիվ ահազանգեր նաև թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն է ստացել։ Նույն սարքից առաջի ընտրողին ու երկրորդ ընտրողին նույն կտրոններ դուրս եկել, բայց որովհետեւ ընտրողի իրավունքները հանգարց չոտնարվի, մենք ուրիշ պրոցեսով կտրոնների միջոցով կազմակերպել ենք այդ մարդու քվեարկությունը, ընտրությունը հարթ համերաշխ անցել է։
Տարածքային հանձնաժողովներում տեղադրված մոնիտորների միջոցով են հսկում իրավիճակը տեղամասերում, նաև տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպություններն են հետևում քվեարկության ընթացքին։ Տեսախցիկները հետևում են։ Համ տեղամասերեն գնաց է միջազգային դիտորդների կողմից որևիցե ավազանք ներկայացում չենք ստացել։ Ընդհանուր առմամբ մասնակցության ակտիվությունը բոլոր ընտրատարածքներում, այս մասին են վկայում մասնակցության ցուցանիշները, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփում են յուրաքանչյուր 3 ժամը 1։ Լուսինե Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։ Ընտրական օրը շարունակվում ենք, մենք դեռ կամփոփենք տվյալներ, մինչ այդ արհեստական բանականությունը հետզհետե ներթափանցում է մեր կյանքի տարբեր ոլորտներ եւ ազդեցություն գործում մարդկանց հոգեբանության, ընկալումների եւ փոխհարաբերությունների վրա։ Արհեստական բանականության ազդեցությունը հատկապես մեծ է հասարակական ու քաղաքական գործընթացների վրա, օրինակ ընտրությունների։ Հաջորդ տեսանյութում գործընկերս փորձել է պարզել այդ ազդեցության սահմանները ու նաեւ գտել հարցի պատասխանը, թե մինչեւ ուր կարող է տանել մեզ արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը արմատապես փոխում է ընտրարշավների բնույթն ու ընթացքը։ Այս հզոր գործիքը վաղուց արդեն միայն տվյալների վերլուծության համար չէ, այլ հիմա արդեն տարբեր բովանդակությունների ստեղծման։ Ահա մի օրինակ, թե ինչպես նախընտրական քարոզչության շրջանում արհեստական բանականությունը դառնում է ազդեցիկ գործիք։ Ամենատպավորիչը եղավ ազդեցությամբ մի տեսանյութ է TikTok-ում, որտեղ ներկայացվել էր գեյ պարադ հանրապետության հրապարակում, շատ լավ էր սարքած, շատ տենց ռեալիստական եւ տպավորիչը այն էր, թե ինչքան մարդ մեկնաբանություններում լուրջ էր ընդունել։ Ոմանց կողմից լուրջ ընդունված անլուրջ տեսանյութը ըստ հեղինակների այն մասին էր, թե ինչ կարող է իբր սպասվել Հայաստանին Եվրամիության անդամ դառնալու պարագայում։ Իդեպ հայտնի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հեռավար, քանի որ վերջինս արտերկրում է գործուղման մեջ։ Հեռավար զրույցը որպես կանոն տեխնիկական որոշ առանձնահատկություններ ունի։ Սա ուղղակի գիտություն, որպեսզի ոմանք չկարծեն, թե այս հարցազրույցն էլ է արհեստական բանականություն։ Տեսանյութի մասին մեկնաբանությունը մի կողմ, փորձագետը նշում է, որ կեղծիքներ արհեստական բանականության օգնությամբ ընտրարշավում շատ կան, բայց աննկարագրելի շատ են փոխադարձ վիրավորանքները, ցեղշպրտոցը, ինչի համար արհեստական բանականությունը արդեն յուրահատուկ գործիք է։ Նախընտրական շրջանում արհեստական բանականության կիրառման փորձով Հայաստանը առաջին տեղերում չէ։ Աշխարհի տարբեր անկյուններում շատ ավելի հայտնի դեպքեր են գրանցվել։ Ահա դրանցից մի քանիսը։ 2024 թվականին Նյու Հեպշիրում նախագահական ընտրությունների պրայմերիզի նախօրեին հազարավոր ընտրողներ ստացել են ավտոմատ հեռախոսազանգեր Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի ձայնից չտարբերվող ձայնով, որով կոչ է արվել մնալ տանը եւ պահպանել քվեն։ 2024 թվականին ԱՄՆ նախագահական քարոզարշավի թեժ շրջանում հայտնվեցին արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութեր, որտեղ հայտնի երգչուհին Թեյլոր Սվիֆթը կոչ էր անում ընտրողներին քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։ Այս միջադեպը ստիպեց երգչուհուն հրապարակային հերքումներով հանդես գալ։ 2024 թվականին Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը անազատության մեջ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականություն, աուդիո եւ տեսահաղորդագրություններ ստեղծելու համար։ Նեյրոցանցը կլոնավորել է նրա ձայնը եւ խոսքի ձևերը, թույլ տալով նրան լիարժեք քարոզարշավ անցկացնել, չնայած իր մեկուսացմանը։ 2024-ից 2025 թվականներին Հնդկաստանում քաղաքական գործիչները օգտագործել են նեյրոնային ցանցեր, էկրաններին մահացած նախկին առաջնորդներին վերակենդանացնելու, նրանց ելույթների իրական ժամանակում ներկայացնելու համար, ընդ որում տասնյակ տեղական բարբառներով։ Նաև ընտրողների տարբեր խմբերի համար գեներացվել են անհատական հաղորդագրություններ։ Ինչպես նկատեցիք, այս ամենը տեղի է ունեցել անցած 1-2 տարիների ընթացքում։ 5 տարի առաջ արհեստական բանականության մասին պատկերացումները սաղմնային էին։ Հայաստանում էլ 5 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների քարոզարշավում արհեստական բանականություն ընդհանուր առմամբ չկար։ Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ կլինի 5 տարի հետո։ 5 տարի հետո այս գործիքակազմը լինելու է իդեալական, հաստատ մյուս ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը լրջագույն պատրաստվելու են ու բոլորի վերանու ոնց որ համը մնացել է արդեն, որ այլիա կեղծ էջերով, կեղծ պրոֆիլներով, կեղծ լրատվական կայքերով, հորինած փորձագետներով բավականին լուրջ ազդեցություն ունենալ ու ֆեյքերի դուրդմփոցա լինելու մի այլ ձևի։ Իսկ հնարավոր է արդյոք պաշտոնյա ունենանք, ով կլինի հենց արհեստական բանականություն։ Գոնե օրենսդրորեն դա բացառվում է, նշում է մեդիա փորձագետը։
Բայց առնվազն որոշումները կայացնելու հարցում ԱԲ-ն ինչ-որ դեպքերում կլինի առաջնային, իհարկե կխոսի, կներկայացնի դա պաշտոնյան, բայց հաստատ տակը գործը անելու է ԱԲ-ն մեծ մասը։ Հարցս հենց այնպես չէր։ Շատերը գուցե չգիտեն, որ 2025 թվականի հոկտեմբերին աշխարհում առաջին անգամ նշանակվել է նախարար, որը ֆիզիկական անձ չէ, այլ արհեստական բանականություն։ Դա Ալբանիայում է։ Նախարարի անունը Դիելլա է, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է արև։ Դիելլան ավանդական ալբանական հագուստով եւ երիտասարդ կնոջ կերպարով է։ Նա պատասխանատու է Ալբանիայի պետական գնումների համար։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման անձամբ է ներկայացրել նրան որպես կառավարության նոր անդամ։ Այնպես որ Հայաստանում էլ գուցե գա ժամանակ, երբ падգամավորների կամ նախարարների մի մասը կլինի Դիելլայի օրինակով, կես լուրջ, կես կատակ, հարցնում եմ այս մասին Սամվել Մարտիրոսյանին։ Ես տենց կողմ չեմ տեխնոլոգիաները, որ մարդկանց փոխարինեն, բայց հաշվի առնելով, որ ազգային ժողովը միշտ լինում է մի 40-50% անիմաստ падգամավորներ, որ ավելի լավ է ֆիկուս դրածելները տեղ գոնե թթվածին կարտադրել, իրանք ոչ մի բան չեն անում։ Երևի եթե իրանց տեղը ԱԲ աշխատի, շատ ավելի էֆեկտիվ կլինի ԱԺ-ն։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Այսպիսով խորհրդարանական ընտրությունների ավարտին մնացել է մոտ 1 ժամ 20 րոպե, մինչ այդ ամփոփենք որոշ թվային տվյալներ։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություն է, 2-ը դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2.503.976 է, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ընտրողների մասնակցության թիվը ժամը 17-ի դրությամբ եւ այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1.224.957 մարդ։ Այսինքն ընտրելու իրավունք ունեցողների 48.92%-ը։ Ընտրություններին հետևում են նաեւ դիտորդական կազմակերպություններ, որից 13-ը տեղական, 8-ը միջազգային եւ լուսաբանում են ոչ միայն տեղական լրատվամիջոցները, այլև միջազգային լրատվամիջոցները։ Այս պահին այսքանը, Հորիզոնը եթերում կլինի ժամը 20-ին, երբ կսկսվեն փակվել ընտրատեղամասերը։